Ճիշտն ասած, իմ խոսքը կառուցվել է ասենց ինչ որ հարցերի ու պատասխանների հիման վրա, Աստծո խոսքից ինչ որ խոսքեր ուսումնասիրելու ու դրանց հարցերից պատասխաններ գտնելով։ Երբ որ կարդում էի ավետարանը, հանդիպեցի մի տեղի, որտեղ Հիսուսը ասում էր. ավելի հեշտ է, որ ուխտը անցնի ասեղի անցքով, քան հարուստը մտնի երկնքի արքայություն։ Այս հարցը իմ համար շատ խրթին թվաց, շատ դժվար թվաց։ Ինչ է Աստված այս խոսքերը ասում։ Ու նույնիսկ աշակերտները այդ հարցը տվեցին, բայլով կփրկվի։ Իմ մեջ այս հարցը առաջացավ, ելով կարող է փրկվել, եթե նույնիսկ հարուստները ասում են, որ դժվար է իրանց մտնել երկնքի արքայությունը։ Ու այս հարցին պատասխան ստացա Մատթեոս 11:12 խոսքը։ Ասում է, բայց Հովհաննես Մկրտչի օրերիցը մինչև հիմա երկնքի արքայությունը ուժով է առնվում եւ ուժովները հափշտակում են նրան։ Այսինքն Աստված իր խոսքում ասում է, որ ուժեղներն են հափշտակելու երկնքի արքայությունը։ Այս նորից իմ մեջ մտածելու առիթ տվեց։ Ինչպես կարաս դու ամեն ժամանակ ուժեղ լինես։ Իրականում հնարավոր չի ամեն ժամանակ ուժեղ լինել։ Եթե մենք էլ մտածենք, տեսնենք մեր կյանքին, անհնար է միշտ ուժեղ լինելը։ Բայց Աստծո խոսքն ասում է, ուժեղներն են հափշտակելու երկնքի արքայությունը։ Լավ, եթե ուժեղներն են հափշտակելու երկնքի արքայությունը, ուրեմն ինչ որտեղից այդ ուժը պետքա վերցնել։ Որտեղից ենք ստանում այդ ուժը։ Այդ հարցին պատասխան ստացա Նեհեմիա 8:10 խոսք, ասում է. Եվ մի տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Այսինքն մենք Տիրոջ զորությունը ստանում ենք ուրախությունից, ուրախ լինելուց, Աստծուց եկող ուրախությունից մենք կարողանում ենք ուժեղ լինել, զորավոր լինել, անցնել մեր դժվարությունների միջով։ Փիլիպպեցիս 4:4 հիշում եք, ասում է ուրախ եղեք, ամեն ժամանակ ուրախ եղեք։ Այս խոսքը նորից մտածում է այս խոսքի շուրջը, եթե մարդ ամեն ժամանակ չի կարա ուժեղ լինի, այդպես էլ մարդ ամեն ժամանակ չի կարա ուրախ լինի։ Մենք իրականում չեմ մտածում, որ Աստծո խոսքը խոսում է ինչ-որ ռոբոտ լինելու մասին, որ ինչ էլ որ մեզ պատահի, մենք պետքա ինչ-որ ժպիտ դնենք մեր դեմքին, ուղղակի անցնենք սովորական ձևերով, բայց այս խոսքը մի խորը իմաստ ունի։ Ես այս խոսքը կարդալուց մի հատ բան էի բաց թողել, ասում է Փիլիպպեցիս 4:4 ասում է ուրախ եղեք Տերում, Տիրոջ մեջ ամեն ժամանակ դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Փաստորեն այս ամեն ինչի գաղափարը, ամեն ինչի խնդիրը հենց Տիրոջ մեջ լինելն էր։ Եթե մենք ուզում ենք ուրախություն ստանալ, պետքա լինենք Տիրոջ մեջ։ Այդ ուրախությունը մեզ օգնում է անցնել, այդ ուրախությունը մեզ տալիս է զորություն։ Զորություն տալիս է ուժ, այդ ուժը մեզ օգնում է ժառանգել երկնքի արքայությունը։ Այդ ուժը մեզ օգնում է, այդ ուրախությունը օգնում է անցնել դժվարությունների միջով։ Տիրոջ մնալու մեջ է բանալին։ Մեր ամեն մի հարցերի պատասխանը Տիրոջ մեջ է։ Չկա այնպիսի մի խնդիր, որ Տերը չկարողանա լուծել։ Չկա այնպիսի մի հարց, որ Տերը չկարանա պատասխանի։ Հիշում եք, երբ որ առաքյալներին առաջին անգամ աշակերտներին բժշկություն են արել տաճարի մեջ, կանչեցին հարցաքննելու, իրանք առաջին անգամ, երբ որ իրանց բերեցին, հալածեցին, գնացին աղոթելու, ներկայացրեցին Աստծուն իրավիճակը եւ Գործք առաքելոց 4:29 ասում է. եւ հիմա Տեր նայիր նրանց սպառնալիքներին եւ թույլ քո ծառաներին բոլոր համարձակությունը քո խոսքը խոսելու։ Երբ որ աշակերտները հանդիպեցին դժվարության, նրանք գնացին Տիրոջ առաջ։ Առաջին անգամ էր սփորձություն իրենց կյանքում։ Դեռ իրենց չէին հալածել։ Բայց երբ որ հալածեցին, նրանք գնացին Տիրոջ առաջ, ներկայացրեցին Տիրոջ իրենց խնդիրը։ Ու երբ որ շարունակում ենք կարդալ Գործք առաքելոցը, հանդիպում ենք, որ երկրորդ անգամ, երբ որ իրանց հալածեցին, գրված է, որ իրենք ուրախության փառք էին տալիս Աստծուն։ Սա մի գերմարտկային բան է, որ երբ որ քեզ հալածում են, դու ուրախանում ես այդ իրավիճակի մեջ։ Սա Տիրոջ զորությունն է։ Սա Սուրբ Հոգու հետ շփվելուց, Տիրոջ հետ հաղորդակցվելուց, գալիս է մի Սուրբ Հոգու արփածություն,
որ դու կարող ես այդ դժվարությունների մեջ ուրախությունով անցնել, առանց ցավերի անցնել։ Տիրոջ հետ հաղորդակցվելով քո մեջ գալիս է Սուրբ Հոգու ներկայությունը, այն օծությունը, այդ օծությունը քեզ արփել է տալիս, որ դու այդ դժվարությունների մեջ զորությամբ անցնես, ուրախությամբ անցնես։ Ես հիշում եմ, որ երբ որ փոքր էի, միշտ գիշերները պարկելուց մտածում էի, որ եթե իմ պապիկը մահանա, ոնց ես պետք է այդ տանեմ։ Չգիտեմ ինչի էր այդպես մտքեր միշտ գալիս իմ մեջ, բայց հիշում եմ, որ երբ որ այդ մտքի վրա մտածում էի, ամեն անգամ լացում էի, ամեն անգամ նեղում էր այդ իմ սիրտը։ Բայց երբ որ իմ պապիկը մահացավ, մեր ամբողջ տան մեջ ուրախություն կար։ Դա գերմարտկային բան է, չի կարա մարդ մահանա ու դու ուրախանաս։ Այդ ուրախությունը ներսից էր։ Ես հասկացա ինչից էր, որովհետև պապիկս մահանալուց առաջ 10 օր առաջ էր մկրտվել։ Մեր սրտերում ուրախություն կար։ Աստված էր դրել այդ ուրախությունը, անցնելու այդ դժվարության միջով։ Աստված կարող է մեր ամեն մի դժվարության մեջ լցնել համապատասխան զորությամբ, համապատասխան ուրախությամբ, որ մեր սիրտը ուրախ լինի։ Այդ ուրախությունը ներսից է գալիս։ Այդ ուրախությունը, երբ որ դու լցվում ես Տիրոջ հետ փոխհարաբերության ժամանակ, այդ սկսում է այդ դժվարությունների մեջ քո ներսից դուրս գալ։ Այդ ուրախությունը, որպեսզի դու անցնես ամեն դժվարության միջով, ամեն դժվարության միջով։ Փիլիպեցիս 4:4 Ուրախ եղեք Տիրոջ մեջ, ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ, ուրախ եղեք։ Ամեն ժամանակ մենք պետք է մնանք Տիրոջ մեջ, ամեն իրավիճակի մեջ փնտրենք Աստծո երեսը, եւ ամեն դժվարության մեջ Աստված իր լուծումը կբերի։